Ուզում եք իմանալ ոնց են հոլանդացիները խնայում եւ անգամ բրենդային բաները շատ էժան գնում։ Եթե այո, այս տեսանյութը ձեզ համար է, ով որ պատրաստել է Հոլանդիայում գտնվող մեր հատուկ թղթակիցը, ով որ համատեղությամբ իմ հարազատ քույրն է։ Եվ այսպես լայքերով եւ կոմենտներով ողջևորում ենք նրան, գնացինք։ Բարև, ես Անուշն եմ։ Արդեն 5 տարի ապրում եմ Ամստերդամում։ Եվ այսօր որոշել եմ ձեզ հետ միասին շրջել խանութներով եւ ցույց տալ, թե ինչպես կարելի է քիչ գումարով որակյալ բաներ առնել Ամստերդամում։ Եվ այսպես գնացինք։ Իդեպ հոլանդացիները Եվրոպայում համարվում են ամենախնայող ազգը։ Այո, հոլանդացիները սովոր են ամեն ինչ առնել զեղչով եւ ակցիաներով։ Հենց այդ սովորությունն է ստեղծում հոլանդական շուկան։ Այստեղ դու կարող ես մի քանի տասնյակ եվրոյով կահավորել բնակարանը, 10 եվրոյով գնել գեղեցիկ սպասք եւ դեկորատիվ ապրանքներ։ Ամենուրեք զեղչեր են, անգամ թանկանոց բրենդային հագուստների վրա։ Ինչու վճարել 100 եվրոյից ավել, եթե այն կարող ես ձեռք բերել օրինակ 10 եվրոյով։ Հոլանդացիները չեն խորշում անգամ օգտագործված հագուստներ եւ կոշիկներ գնել։ Դա իդեպ շատ տարածված եւ սիրված պրակտիկա է, քանի խնայում են թե գումարը, թե բնությունը։ Հոլանդացիներն այդպիսով պայքարում են գեսպարման մշակույթի դեմ։ Արժի 10 եվրո այս կոշիկները։ Իր իսկական գինը երբեմն այստեղ գրում են։ Այստեղ գրված չէ, միգուցե այստեղ է, բայց այստեղ է իր իսկական գինը 140 եվրո, բայց վաճառվում է այս խանութը 10 եվրոյով, նույնն է այստեղ։ Տեսեք, այս կոշիկի օրինակով դուք կարող եք անգամ 90% զեղչով նոր կոշիկ գնել։ Իդեպ հոլանդացիները խնայում են ոչ թե որ գումար չունեն, այլ նախընտրում են այն ծախսել խելամիտ, օրինակ գնել օգտագործած հագուստ, բայց տարին մի անգամ ճամփորդել։ Այսպես դու չես տեսնի բրենդային չճարվող լոգոյով շորեր։ Ստեղ գրեհուկություն է մի տեսակ համարվում գլուխ գովալը, որ դու շատ թանկանոց հագուստներ ունես։ Նրանք փորձում են բրենդային շորեր կրել, բայց առանց լոգոյի։ Օրինակ կամ բրենդային շորեր կրել եւ բարձրանալ, թե ինչ էժան գնով են նրանք այն առել։ Իդեպ այս ամենը վերաբերում է ոչ միայն հագուստին, հայտնի հոլանդական ոչ մթերային խանութը, հայկական 1000 մանրուքի պես հայտնի է իր անհավանական ցածր գներով։ Սպասք 3 եվրոյով, դեկորատիվ պարագաներ 4 եվրոյով, անգամ տեխնիկա կարելի է մատչելի գնել։ Նայենք ինչ գեղեցիկ հրաշալի ամսեր, տարբեր գույները։ Գրողը տանի գայթակղել է ոնց է լինում։ Սիրուն ապսներ։ Ես երբեմն մտածում եմ, որ կարելի է տատիկի սերվիս հավաքել այստեղ կամ մադոննա։ Հոլանդական խանութները շատ են սիրում առաջարկել բաներ 3-ը 2-ի գնով։ Գրեթե չես տեսնի խանութ, որը չունի այդ պահին որևէ ապրանքի վրա զեղչ։ Իդեպ զեղչերը իրական են, այլ ոչ թե մարքեթինգային, հնար։ Այստեղ կան նաև մատչելի էլեկտրո խոհանոցային պարագաներ։ Ես ինքս ունեմ այս թեյնիկից, սրանից։ Առանձին թեմա է նաև օգտագործած կահույք գնելը։ Իդեպ ես էլ եմ բազմիցս իմ կահույքը վաճառել եւ նորը գնել եւ ավելի լավը, բայց օգտագործվածը։ Իսկ ինչ վերաբերվում է կահույք հավաքելուն, հոլանդացիները այդ հարցում են խնայում եւ ամեն ինչ անում են սեփական ձեռքով։ Այս դեպքում նրանք կարող են խնայել մի քանի 100 եվրո գումար, որովհետեւ հավաքման ծառայությունները շատ թանկ են։ Հիմա տպավորություն կստեղծվի, որ մարդիկ խնայում են, քանի որ գումար չունեն։ Չնայած երկրում ապրում է ընդամենը մոտ 18 միլիոն մարդ, Նիդերլանդները համարվում է Եվրոպայի ամենաբարձր կենսամակարդակ ունեցող պետություններից մեկը։ Եթե հաշվի առնենք մի բնակչի հաշվով ստեղծվող տնտեսական արժեքը, երկիրը սովորաբար գտնվում է եվրոպական առաջատար երկրների շարքում։ Նիդերլանդներում միջին աշխատավարձը բավականին բարձր է։ Շատ քաղաքացիներ ունեն սեփական բնակարան կամ տուն, իսկ կենսաթոշակային համակարգը համարվում է Եվրոպայի ամենաուժեղ համակարգերից մեկը։ Սա նշանակում է, որ մարդիկ ոչ միայն ավելի շատ են վաստակում, այլ ավելի լավ են ապահովված ծերության տարիներին։ Եթե համեմատենք Գերմանիա եւ Նիդերլանդների բնակիչներին, ապա միջին հաշվով հոլանդացիների անձնական կարողությունը մի փոքր ավելի բարձր է։ Սակայն հարկ է նշել, որ Նիդերլանդներում բնակարանների վարձակալության եւ անշարժ գույքի գները նույնպես բավականին բարձր են, հատկապես Ամստերդամի եւ այլ խոշոր քաղաքների շրջանում։ Այսինքն հոլանդացիների խնայելու ցանկությունն ունի նաեւ խելամիտ հիմքեր։ Այո, հոլանդացին կհագնի օգտագործած կոշիկ կամ շոր եւ հաշվի չառնի, թե ինչ են այդ մասին մտածում ուրիշները։ Նրանք չունեն ինչ-որ մեկի վրա տպավորություն գործելու նպատակ։ Կխնայեն ավտոյի վրա, կքշեն հեծանիվ, կհետևեն թե
որ խանութում ինձ զեղչ կա, կսպասեն մինչև իրենց ուզած ապրանքը զեղչվի։ Իդեպ այդ խելամիտ մոտեցումն ինձ նույնպես հարազատ է դարձել։ Իսկ դուք ինչ եք կարծում, խելամիտ է արդյոք այս մոտեցումը եւ ինչ խնաղության մեթոդներ դուք ունեք։ Գրեք կոմենտներում, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալի։ Մինչև մյուս վիդեո։ Bye։